Բարի սիրելի բարեկամներ, լավ եք ժողովուրդ ջան։ Մենք լավ ենք։ Այնքան լավ հավես օր է բացվել։ Ցուրտ չի, շատ հաճելի օր է բացվել մեր մոտ։ Կարդացի, որ գրել էիք Հայաստանում լավ ձյուն է, ձյան մեջ կորած է։ Ոչինչ ժողովուրդ ջան։ Ով էր մի հոգի լավ էր գրել, ամեն ինչից դժգոհում ենք։ Ոչինչ, այդ օգուտ է մեր բնությանը։ Այնպես որ դե ձմեռը ձյուն պետք է գա։ Ես էլ նախորդ վլոգում ասեցի, գործը վերջացրի, արձակուրդեմ, որոշեցինք ամուսիններով ճամփորդենք, թե ուր ենք գնում, ուր ենք ճամփորդելու, թողնում եմ մեկնաբանություններում դուք գուշակեք, հիմա ճամփորդներով ժողովուրդ ջան, դուրս ենք եկել, լավ է, 2 շաբաթ կկտրվեմ խանութից, գործերից, մի լավ կհանգստանամ, մարդ չկա սպասող, ես ինչ բան է, իհարկե մենակ չեմ, Աշոտի հետ եմ, Արևա հետն էլ դուրս գալիս, քանի աստիճան է տեսնես Աշոտ, չեմ էլ նայել քանի աստիճան, հաստատ մի 7-8 կլինի, տաքա ժողովուրդ ջան, հիմա կասեք մազի հետ առանց ներկելու ուր ես ճամփորդում, կներկեմ ժողովուրդ ջան չհասցրի, երեք այնքան զբաղված էի, որ հետ չհասցրի, շարֆել եմ գցել ամեն դեպքում, մեկ էլ տեսար ցուրտ եղավ, պետք է գավ, այս կողմում գնացքը, հա այս գենդ գնացող գնացքն է, սրանով որ գործ եմ գնում, այդ գնացքն է, շաբաթ օրերը շուտ գալիս սպասում, Աշոտ ես գենդի գնացքն է այսը, կարող միտքս փոխեմ գնամ գործի, ինչ կա։ Ես գնացքին չգանք հասնենք, մեկ էլ 10-ից քանիսին էր, 11-ին նույն։ 9-12, բայց քանի րոպե կա։ Löwen folgen the train։ Շաբաթ է, մարդիկ հանգստանում են, դուրս չեն։ Հա, վեր գնանք նստենք, Աշոտ, 15 րոպեով չեն կանգնի, հա։ Ընդ գնանք նստարան կա։ Արի սրանք վերցնենք, գնանք։ Գնանք նստենք, այդքան չկանգնենք, 15 րոպե սպասելու ենք գնացքին։ Երբ որ այստեղ միշտ բանա, մռնած եղանա գավան ու պատկերացնում եմ մի երկիր, որտեղ որ արևա, շոգա, ինքան հաճելի է, ասենք այստեղի ցրտից, փախնես գնաս արևկող, արևաշատ, դե ամառը Հայաստան, բայց ձմեռը Հայաստանում էլ է ցուրտ, Իսպանիա բան էլի այդ կողմերը, կանք այստեղ նստենք, մի քիչ նստենք, մի հատ համով սուրճ եմ խմել, ինչ է շուտ, Պատճաշկի կծա, քեզ մի հարելա պետք է շուտ, մի հարելա պետք է, բայց ընդհանրապես, որ տարիքետ ճիշտ է, դժվարանում է նիհարելը, բայց եթե ամեն ինչ արվի, լավ էլ կնիհարենք, ես որոշել եմ պորցիաներով ուտեմ, այսինքն պորցիաներով նշանակում է օրը 3 անգամ ուտել, միջուտեսներ չանել ու ըստ քաշի, եթե օրինակ 80 կիլո կամ ավել են, չէ, մինչև 80 կիլո են, 350 գրամ կարան ուտել, ամեն անգամ ուտելու ժամին, եթե 80-ից ավել են կամ 100 են կամ բան, պորցիան ավելի մեծ պետք է լինի, 400 գրամ օրինակ, կամ անգամ 450, պետք է հետևեմ դրան, տեսեմ մի բան կստացվի, այդպես ժողովուրդ ջան, ջերմ ողջույններ օդանավակայանից ժողովուրդ ջան, գնում ենք մեր թռիչքի տեղը գտնենք, մեր գեյթը գտնենք, Զավենտևում ենք, այնքան պարզեցված է ամեն ինչ, որ թեշտ է ամեն ինչ գտնելը, բայց էլի մեկը ոնց որ ստրես լինի,
բարևում են տեսական ծանոթ մարդիկ։ Գնանք գտնենք մեր գեյտը։ Բարեհաջող ստուգումները անցանք ժողովուրդյան։ Հիմա դե ջուր չի կարելի անցկացնել, ասում կարաս ջուրս թափի շշին ստուր էլի պետք է, թափեց տվեց։ Այստեղ ջուր կա, անցնում ենք ջուր լցրեցի, առանց ջուրի ես չեմ կարա։ Հիմա գնանք գտնենք մեր գեյտը։ Բոլոր ստուգումները անցանք, հանգիստ, արդեն նստել սպասում ենք մեր թռիչքին ժողովուրդյան։ Ենթադրում եմ, որ են կանգնած ինքնաթիռը մերն է։ Ասեմ, որ ես օդանավակայանը Զավենտեմի շատ մաքուր է, շատ։ Ես հիմա ձեզ ցույց տամ, դուք նայեք ժողովուրդյան, այստեղ սուքարանների ու ընդհանրապես այստեղ մաքրությունը։ Մի հատ դուրսը ցույց տամ նոր։ Ենթադրում եմ, որ ես մեր ինքնաթիռն է հենց։ Brussels Airline. Ասեք ինչքան հանգիստ է, շատ մարդ չկա։ Իդեպ շատ էին թուրք աշխատողները։ Ասեք ինչքան մաքուր, հանգիստ։ Իհարկե այստեղ է էլի այսպես հանգիստ, այս գեյտում է հանգիստ։ Սխեղ ծաղիկը։ Չորացել է, բնական է փաստորեն, բայց չորացել է։ Շատ մաքուր։ Սուտ համատելու համար ցույց եմ տալիս, որ տեսնենք մաքրությունը ժողովրդյան, չասեք սուքանն էս բերել նկարել մեզ ցույց տալիս։ Իդեպ օդանավակայանում ջուրը մի լիտր, ավտոմատից որ առնում ենք, արժի 3 եվրո 20 ցենտ։ Էլի համատելու համար ասեմ իմանաք, սուրճ ուզում էի առնեի, բայց վերևում այլ չեմ ուզում բարձրանամ վերև, կարելի էր մի հատ խմել։ Մի քիչ շատ խճճված են էլի բաները, չգնամ եկել կորցնեմ հանկարծ տեղը, Աշոտ այնտեղ նստած ինձ է սպասում։ Այնքան հետաքրքիր էր, որ այստեղ ասնում ենք, մի կին կողքից բարևեց, ասում է, ես ես ճանաչում եմ, ասում է, Սվետլանան չեք, Գենտից։ Ասում եմ, հա, Գենտից չեմ, դե բայց ոչինչ, դե միշտ Գենտ եմ գնում, երևի դրա համար այդպես է տպավորվել, երևի բաժանորդներից է, չգիտեմ, էլ չկարողացանք խոսենք, շատ հաճելի էր։ Իրար ձեռք սեղմեցինք ու անցանք։ Մի բուրազգ ենք էլի, որտեղ տեսնում ենք իրար ուրախանում ենք։ Չէ, որոշեցի գնամ սուրճ առնեմ, աղգնել հեռու է տեղը, բայց մեկը ուզում եմ մի հատ սուրճ խմեմ։ Ահագին ժամանակ կա սպասելու 40 րոպե ավել հասա այսը։ Ասեցի չէ, գնալու եմ գտնեմ եկա հասա, այսա պատվիրել եմ սպասում եմ։ Ժամանակ ունեմ, չեմ ուշանա, ինձ արդեն տալիս է։ Okay, thank you շատ պատրաստես թռիչքի։ Ոչ ես ուզում։ Ինձ իմաշ ժամ, բան չկա, պատրաստ եմ։ Միշտ պատրաստ Միշտ պատրաստ եմ։ Պիոներ է, էլի, միշտ պատրաստ է։ Ոչ վախ ունեմ, ոչ բան ունեմ, ոչ էլ վատելիս կա։ Բայց վախով ունի, ես էլ վախ չունեմ։ Ես էլ չեմ վախենում։ Ուղղակի մի քիչ բան է, այս ստրեսներն էր, որ անցան, բայց ես էլ թռիչքի չեմ վախենում։ Ինչ կա վախենում։ Մենակ գնալն է ցանցրալի, այդտեղ պետք է սպասեմ։ Պատրաստված ենք ոչինչ։ Խաչպարով, բանով, ես իմ վիդեոները կսարքեմ, վլոգները դնեմ նայեք։ Ջերմիկ մենք էլ մոտենանք։ Նա, չէ, հեռ կա կանգնենք։ Լավ է սա շուտ։ Շատ լավ է։ Աստված մեր հետ։
Խմելով Չի կասում։ օգնեմ։ Երեցուկի թեյ ուզեցի հանգստացնող սպարսությունից երևի սկսեց ծապանում, այսինք ստրեսից թեյչկի արևալավ։ Սուտ համարության համար ինքնաթիռի մեջ կները ավելի ցածր են, քան օդանավակայան։ Այնտեղ սուրճը արժեր 5.70, կապուչինոն արժեր 5.70, այստեղ կապուչինո չի իհարկե սուրճը, այս արժեր 3.50, թեյն էլ արժեր 3.50, կները համատելու համար որ իմանանք էլ օրը մտնում է արդեն ազատ նստել ենք, տեղը լեստել կա, մեջտեղը, Դարձիք շատ ազատ տեղերներ ծվերա, աշտեղ իմեջներ ազատ։ բայց Ամբողջ ինքնաթիռը լսված է։ ասոն հաշվարկեցինք փոքրիկ նաթիռ չի 180 հոգի, կանոքի պակասին 180 տեղ անցենք նաթիռը։ Կարաս ռոպեից իշնելու ենք ժողովուրդյան, վերջի բաներն են հշվար, մեզ լավ չեք տեսում, չէ։ Հերատոսն շաշտի հերատոսն ամոտեցին որ կաղը։ Մեր թռիչքը սրանով վերջացրին, սիրելի բարեկամներ, -2 degrees Celsius. Please remain -2 graden Celsius. In need an assistance. Սպասենք որ դուրս գանք, ինքան մարդ կա, միանգամից երկու, ես եմ նկարում, հույնան չեմ նկարում, միանգամից երկու ինքնաթիռ վայրեջք կատարեցին։ Գնալարի։ Գնա։ Էս ինչքան ձյուն կա, ժողովուրդ ջան։ Իմացաք ես որտեղ է ժողովուրդ ջան, գրեքը տեսնենք։ Նայեք Հայաստանի կակաշները ինչքան սիրուն են։ Իմ են կակաշներն էլ էին սիրուն, հիշում եք չէ, անցյալ վլոգների ժամանակ ցույց տվեցի, տղայիս ընկերը որ բերել էր։ Նրանք էլ էին շատ սիրուն, բայց նրանք փոքր էին ավելի, սրանք մեծ սիրուն կակաշներ են։ Այս ձմեռվա կեսին, հունվարի վերջին, շատ սիրուն են։ Ահա։ Բարի ժողովուրդ ջան։ Այսօր ձեզ նոր միջավայրից եմ բարևում։ Բարի հայկական լույս ձեզ բոլորի։ Հայաստանում ենք ժողովուրդ ջան։ Սուրճ եմ ուզում խմել։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսնենք մի հատ սուրճ ենք արել, տեսնենք ինչ սուրճ է։ Կաֆա առավոտ, ռոբուստա։ Իրականում ուզում էինք արաբիկա, բայց ուշադիր չեղանք առնելուց, որ արաբիկա առնենք, բայց ոչինչ, լփորձենք նայենք էս ոնց է, ինչ համի է։ Ընդհանրապես չեմ խմել այս սուրճից։ Հայաստանում ապրողներին խնդրում եմ գրեք, որ սուրճն է ավելի համով։ Ես ավելի սիրում եմ նախկինում մի 10 տարի առաջ ավելի շատ արաբիկայի այդ սուրճերն էին ինձ դուր գալիս։ Հիմա ես չգիտեմ, ահագի բան փոխվել է, որ սուրճն է ավելի համով։ Ինձ գրեք, խորհուրդ տվեք, թե ինչ սուրճ գնեմ։ Հիմա, քանի որ ամեն ինչի տեղը դեռ լավ չգիտեմ, պետք է նայեմ, գտնեմ, մի հատ ջազվել, մի րոպե, երևի այս հարակում էր։ Վաղուց հայկական սուրճ չեմ խմել ջազվեով եպած։
որը միաչափությամբ ենք անում։ Իմ սուրճի ապարատից հետո մի ձերի փոքր բան այլ ես անսովորային համար։ Աշոտ խմում ես այս սուրճից։ Հայկական փորձ ենք լմյա, թե ես։ Լավ ձմեռատերսում ժողովուրդ ջան, Երևանում ձյունը նստած, մինուս ինչքան էր Աշոտ, մինուս 2-3 հա երևի։ Երևի։ Հա։ Գիշերը ամեն դեպքում մինուս 2-ից, բայց հիմա էլ է մինուս դե ձյունը չի հալվում։ Կարող է կեսօրից սկսի մի քիչ հալվել, չգիտեմ, բայց հիմա որ չի հալվում։ Էսա բացնենք։ Նայենք, թե ինչ սուրճ ենք արել։ Հոտ այդքան լավը չի անգործ ասած, չէ, հոտը դուրս չի գալիս, ես ինձ հիշացրեց նախկինում, որ Հայաստանում սուրճ էինք առնում էլի, այդ լավը չէր, հոտը լավը չի, ամեն դեպքում իսում արաբիկան ավելի համոտ կետնի, ամեն դեպքում ինչ որ այն մարել ենք, փորձենք, ետ չէ լավ էլացնենք, ետ եմ վարշվել ես սուրճ էլից, Երևանում ենք ժողովուրդ ջան, արդեն երեկվանից 3-8 ժամի հասանք, չգիտեմ, տպավորությունները ոչ ման հիմա չեմ կարա ասեմ, դեռ դուրս չեմ եկել տանից, մի անգամ այսպես սուպերմարկետ ենք մտել ու վերջ, ու մնացածը հետո արդեն դուրս կգանք, փորձեմ քաղաքում էլ ձեր համար նկարեմ, գործերով եք եկել, իհարկե, մինչև սուրճը կեփի, գնանք մի հատ դուրս նայենք, ժողովուրդ ջան, ձեզ ցույց տամ։ Գնանք մի րոպե, գնանք ձեզ դուրսը ցույց տամ, ժողովուրդ ջան։ Ահա, այսպեսին է այսօր Երևանը, նայեք, սիրուն, ձյունածածկ, ցուրտ, ցուրտ է, մարդիկ իրանց գործերով, հա, հագին ցուրտ է ժողովուրդ։ Ահա, այսպիսին է սիրելիներս, այս տեղը ձեզ ծանոթ է որևէ մեկին, թե որտեղ ենք մենք հիմա։ Չնայած որ ծառերը ճյուղերը չեն թողնում լավ երևա։ Գնացինք ժողովուրդ ջան, ցուրտ է։ Գուշակեցիք, որ տարածքում ենք։ Լավ ցուրտ է։ Բայց իհարկե տանը լավ տաք է։ Րոպե փակեմ։ Տեսակ ինձ ձմեռ էր։ Մեր մոտ Բելգիայում մեր գալու օրերից լավ արև եղանակ էր, շատ լավ եղանակ էր։ Այստեղ ձյուն էր, ցուրտ էր։ Երևի շրջաններում ավելի շատ կլինի ձյունը։ Սուրճս պատրաստ է։ Տեսնենք մի հատ խմենք, նայենք համը ոնց է, հոտը դուրս չեկած։ Հիմա 25-26 սրճենք, շուտ համար քաղցր պետք է լցնեմ, սպասի, այ ես, ամեն ինչի տեղը դեռ լավ չգիտեմ են, պետք է սովորեմ, որը որտեղ ես, հուսամ շաքարավազ է, աղ չլսեմ մի ամիտ աշոտ սուրճի մեջ, մի հատ նայեմ, հա, աղա, շաքարավազ չի լավ էր նայեցի, լավ էր նայեց ես, այս մեկն այս թվում է շաքարավազը, այս մեկը, հատես նայեմ ապահովության համար նայեմ,
It's made like it. Սիրելիներս, հիմա մենք սրճենք, ուզում ենք դուրս գանք քաղաք, մի քիչ մոտակ։ Dobrys, Իլինջա, շատ dobrys։ Աղից եմ սուրճ ես խմել, չէ՞։ Հայաստանը հայկական սուրճ։ Հայկական սուրճ պետք է խմենք։ Ժողովուրդ կացեզել բարի լույս, Հայաստանի ջերմագին բարևերցես։ Դրսում ապրողները Հայաստանի շատ կարոտել են, ես գիտեմ, որ ամեն ինչը հետաքրքրացել, կփորձենք ամեն ինչին մասնակից անենք, ժողովուրդ ջան, որ դուք են ձեր կարոտն առնենք։ Հիմա մենք սրճենք ու դուրս գանք։ Ուրիշ ազգացողություններ ժողովուրդ ջան, ուրիշ, լրիվ ուրիշ, չգիտեմ, արտանում ես, դե հարազատ տանն ես, տանն ենք ու վերջ, դրանով ամեն ինչ ասվում է, բոլորի մոտ զգացողությունների հիմա հայերին նույնն է, որ Հայաստան են գալիս։ Ցուրտ է եղանակը, բայց պատկերացրեք շարֆ չեմ գցել, մեր մոտ գիտեք, մի շարֆ եմ գցում, որ դուրս եմ գալիս։ Անպամած չէ, մառախուղ է, բայց ծառերը այսպես եղյամները նստած սիրուն էսա տեսեք։ Հա, այստեղ չէ, այստեղ։ Շուր գանք, այս կողմում, տեսեք։ Ուրիշ եմ, որ հանգիստ շունչ ես քաշում, այդ վիճակն է։ Այս անգամ ընդմիջումը մի քիչ կարճ եղավ, անցյալ անգամ մենք 7 տարի ընդմիջումից հետո էինք եկել Հայաստան, այս անգամ մի տարի հետո նորից ետ ենք եկել, տաքսի ենք պատվիրել, տեղ ենք գնալու, ընթացքում կմիանամ, ձեզ էլ ցույց կտամ։ Իդեպ հիմա Կոմիտասի վրա ենք, Կոմիտաս փողոցի վրա ենք։ Հեսա մի հատ ձեզ էլ ցույց տամ։ Դրսում ապրողներին հետաքրքիր կլինի, հենց նայեք ինչ ձմեռ է ժողովուրդ։ Երևանում որ այսպես ծյունը նստած է։ Դե պատկերացրեք հիմա մարզերում ինչ վիճակ է։ Տաքսուն ենք սպասում, ժողովուրդ ջան։ Այստեղ հիմնականում օգտվում են երկու տաքսիներից on-line, հիմա ոնց որ Yandex ու Gigi ասեցին, հիմա պատվիրել ենք դրանցից մեկը, սպասում ենք։ Մեքենաները շատ, աղմուկը շատ, երթևեկությունը շատ ծանրաբեռնված երթևեկություն է, շատ։ Մեքենաները շատ են։ Դրա համար էլ այստեղ այդպես բան է, ես ուրեմն նայում եմ, եղանակն էի նայում, հեռախոսի վրա մի անգամից ցույց էր տալիս համ Բելգիայի, այդ մեր քաղաքի եղանակն էր ցույց տալիս Բելգիայի, հետո որ միացի լոկացիան փոխեց այստեղի եղանակը, ուրեմն օդի աղտոտվածությունը ժողովուրդ, այնտեղ կանաչ է, որ միացնում եմ, այստեղ կարմիր էր, անառողջ տված էր, գրած էր անառողջ օդի մաքրությունը, հասանք, տաքսին եկավ, կմիանամ ժողովուրդ ջան։ Գլխարկ վերցրել է։ Մայթերը տեղ սառցակալած, ժողովուրդ ջան նայեք, ոչ էլ հալասնում են, մարդիկ այսպես երթևեկում են, վտանգավոր է, քաղաքապետանը պետքա բան ցանի, չէ որ հալվի, չէ բա Բելգիայի ձմեռը, ձյունը գետնին չդրած արդեն հալասնում են, չնայած այնտեղ էլ բոլոր տեղերում չեն հալասնում, հա, բայց ամեն դեպքում այսեղ վտանգավոր է, էլի մայթերը սառցակալած են։ Հիմա մենք ժողովուրդ ջան օպերայի մոտակայքում ենք, ես քաղաքին այդպես ծանոթ չեմ անկեղծ ասած,
Աշոտելի մեջ չի, ես երեխեքի հետ եմ։ Հիմա պետք է նայենք, այդքան շատ տեսնելու բան էլ չկա, որ ձմեռը այդքան ոնց որ բան չի էլի։ Ամենտեղ ծառերը այդպես մի քիչ շղարշով բանով ձյունածածկ, այդպես ոնց որ հետաքրքիր չելնի հիմա։ Գնանք նայենք, միտեղ գտնենք նստենք երևի, կարելի է պոնչիկանոց գնալ, պոնչիկ ուտել, ոչինչ, ես մի երկու շաբաթ է ես ինձ մի քիչ, ես ամեն ինչը չարաշահեմ, հետո նորից կասեմ իմ ռեժիմին, բացառություն է այս։ Անսովոր են ավտոբուսները, այստեղ սա չենք, չէ՞ գնում երեխեքը, գնացինք։ Այստեղ ես նկարեմ, այստեղ Նժդեհի, Վիկտոր Համբարձումյանն է, չէ, Սևակ։ Հա, կարանք մրսում եք երեխեք։ Ես անկեղծ ասած տենց չեմ մրսում։ Ինչ է սիրուն շունա, այս տեր չունի սենց դուրս է եկել։ Սիրուն շունա, այն մյուշան վրա էր հաճում։ Չղայնացրել, ակ է սիրուն ջան։ Պարող շները, այսպես ոտնել ոնց որ ցավում է դժվարությամբ հակայելում խեղճ շունը։ Այնքան անսովոր է, որ հիմա քայլում եմ ու կողքից հայերեն եմ լսում, ժողովուրդ ջան, այնքան արդեն անսովոր է, ոնց որ ական չի համար։ Իբր տուրիստ ենք էլի դառել դրա համար։ Մաշտոցի պողոտայի վրա ենք, ժողովուրդ ջան։ Կամերան շուրջ կամ դուք էլ տեսեք։ Մենք տեսնենք։ Բանուկ փողոց է, շատ մեքենաներով մարտավտ։ Գնացինք։ Պուշկինի փողոց ձախ է գնում, Հուսային պողոտա աջ։ Այսպես են գնալու, բայց մենք հիմա չենք գնում Հուսային պողոտա։ Են կողմում գրախանութ կա։ Ոնց խոստացել եմ, ես ժամանակ առ ժամանակ ուզում եմ ձեզ ցույց տամ Երևանը, այն ինչեր։ Գնացինք ժողովուրդ ջան, այսպես ուղիղ գնում ենք Մատենադարան։ Երևանի ցուրտը ավելի ցուրտ է փաստորեն։ Ժողովուրդ ջան, այստեղ իրոք ավելի ցուրտ է։ Տաքսի վարորդն ասում է վերջին անգամ 15-16 վերին է այսպես ձմեռ եղել։ Այսքան խիստ ձմեռ, այսքան շատ ձյուն չի եղել։ Բայց ես հիշում եմ, որ դրանց առաջ էլ Երևան ձմեռները միշտ այսպես մառախլապատ, այսպես ոնց որ մռտնած Մեր մոտ գնում էինք գյուղ արևեր, ձյունը շատ ու արև, իսկ Երևանում ձյուն չկար կամ շատ քիչ ձյուն էր լինում ու ավելի ցուրտ։ Նայեք, ինչքան ձյուն կա։ Օպերա հասանք։ Այս տարածքում ծանրաբեռնված է շատ Երևանը, շատ
բոլորը ձգտում են Երևան ապրեն։ Էդ էլ իրա պատճառներն ունի, մարդիկ ուզում են Երևան ապրեն, որ աշխատանք ունենան, դրա համար են գալիս քաղաք։ Թե չէ գյուղում ապրելը ավելի լավ, ավելի հանգիստ է, եթե մարդը աշխատանք ունենա, ապուստի միջոց ունենա։ Չեմ մրսում, բայց գլխարկը որոշեցի քաշեմ, որ գրիպ բան չգնեմ օդի փոփոխությունից։ Այստեղ սկեյտերները դրած են։ Սա։ Այստեղ էլ են շատ օգտագործում։ Արամ Խաչատրյանի արձանը։ Ահագիներ շատ հետիոտնի ժամանակ են տալիս, ես հիմա շատ համեմատում եմ էլի ամեն ինչը այնտեղի հետ, 36 ավելի վայրկյան ժամանակ էին տալիս անցնելու համար, այնտեղ տեղ ունենք, որ չեն հասցնում անցնեն ու մի անգամից փոխում է լուսացույցը։ Իդեպ այդ բառը այսօր հանկարծ հիշեցի լուսացույց, նախկինում միշտ սվետաֆոր էի ասում, այսօր պատահական հիշեցի, որ հայերեն լուսացույց է։ Հայաստանի հայրենիքի օդը վրա եկավ, հիշողությունս լավացավ։ Հիմա տեսենք ես մոտակայքում պոնչկանոց պետք է լինի։ Մի հատ էլ էստեղից կադր անեմ, այսօր կարող է դուրս չգանք, ժողովուրդ ջան, որ ձեզ ցույց տամ։ Մեր սիրուն Երևանը ձեզ ցույց տամ։ Համերիա բանկ։ Հա, սա Նովայի դպրոցն է, հա, ինչ-որ երաշտական։ Իմացողները կգրեն, ես քաղաքին այդպես ծանոթ չեմ, ժողովուրդ ջան, ինչքան գիտեմ, այնքան եմ ասում։ Կամ ինչքան կողքից երեխեքն են ինձ ասում։ Նայեք ինչքան սառած է գետինը, ժողովուրդ, բայց ոնց որ ինչ-որ բան լցրել են, հա, մի քիչ տեղ-տեղ հալվել է։